Դե ինչ։ Դե ինչ, շարունակվում է Առավոտ լուսով վիքենդը եւ մենք այս պայն պետք է շտապենք մեր այսօրվա առաջին հյուրին ներկայացնենք, մեր տաղավարում է դերասանուհի Էրմինա Զախարովան, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել ու հետաքրքիր է թե ինչպես է ձեր առավոտը սկսվում։ Մեր առավոտները ընդհանրապես, եթե փորձ կա, շատ շուտ է սկսվում։ Շատ շուտ է երբ։ Շատ շուտը 6-ը։ Չէ, 7:30, 7։ Չհաշված այն, որ երեկոյան շատ ուշ ենք տուն գալիս, հնարավոր է մինչև 1-2-ը փորձի լինենք։ Այդ պարագայում մեր համար 7:30, 8 շատ շուտ է։ Հա։ Եվ ինչպես, սուրճ։ Պարտադիր սուրճ։ Ես 1 ժամ պետքա այդ արարողությանը մասնակցեմ, 1 ժամ պետքա սուրճ խմեմ իմ համար հանգիստ, նոր հետո տնից դուրս գամ։ Սուրճը դերաշտություն։ Չէ, ուղղակի լրություն, բնություն։ Չէ, սերիալներ, կինո։ Հա, հեռուստացույց։ Դուք եւ ձեր ամուսինը Ժորան Մարտիրոսյան տարբեր ներկայացումներում միասին խաղում եք։ Պատմիր, խնդրում եմ, դժվար չէ եւ թատրոնում միասին լինելը եւ տանը անընդհատ։ Ընդհանրապես դժվար չէ, որովհետև թատրոնում ունենք ներկայացումներ, որ միասին ենք խաղում, բայց այս վերջերս այնպես է եղել, որ հիմնականում իրար հետ չենք լինում թատրոնում։ Խաղում ենք միասին, ինչ տարբերություն թե ում հետ, Ալբանիա պլյուսում ինքը եւ Սենիկը դուբլոր են։ Այսինքն ես խաղում եմ Սենիկի հետ, հիմնականում ոչ թե իր հետ։ Հիմնականում ինչ տարբերությունն է, որ իրար հետ ենք խաղում։ Ամենադժվարը եղել է այն, որ ինքը բեմադրել է, ես խաղացել եմ։ Դա ամենադժվարն է եղել, որտեղ ինչքան կոնֆլիկտային բան եղել է բաց ներվի մեջ փորձի ժամանակ, միշտ ջարդվել է իմ գլխի։ Հետո տանը որ ասել եմ, բախի ես դու սենց ասում, ասում ուրիշ ես ուղղակի հարազատ մարդ չունեմ այդտեղ։ Դու ես իմ ամենահարազատը։ Մի ներկայացման մեջ ամուսներով խաղալը արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ հեշտ է։ Կարողանում եք հենց այդ կերպարին տրվել, թե ամեն դեպքում ձեր անձնական հույզերն ու զգացմունքները, էմոցիաները։ Չէ, շատ հեշտ է, մանավանդ երբ որ ինչ տարբերության ժամանակ միշտ վերջի տեսանում, երբ որ փորձում եմ Դոնի կերպարին փրկել, այդ ժամանակ միշտ վերջում, որ արդեն պարկում ենք վաննայի մեջ, ասում եմ Ժոր վատ էր, թե լավ էր, ու ինքը ամենակարևորը այն է, որ եթե վատ է լինում ներկայացումը, ասում է վատ է, եթե լավ է լինում, ասում է լավ է, այդ իմ համար շատ կարևոր է։ Ինձ թվաց վատի դեպքում պետք է համեստորեն լրել։ Չէ։ Չէ, բայց այստեղ ախր Այդ շատ է։ Կարևոր է միմյանց հանդեպ անկեղծ լինել եւ կարծիքներով փոխանակվելը։ Իսկ կա մի դեր, որի մասին դուք ամուսներով երազում եք միասին խաղալ։ Ինձ թվում է չէ։ Ես այնքան բավարարված եմ կամերային ու իմ դերերով, որ համ Արա Երնջակյանի հետ եմ աշխատել, Աշոյի հետ եմ աշխատել, Լուսինե Արայևնայի հետ եմ աշխատել, այնպես որ շատ բավարարված եմ։ Երիտասարդներից Ժորայի հետ եմ աշխատել, Դավիթի Աբրահամյան։ Այդպես ներկայացում չկա կամ որովհետեւ ներկայացման մեջ կերպարներ, որ դուք միասին կարողանայիք։ Ինձ թվում է ինչ տարբերություններ, Ահա, որը ստացվեց։ Որը ստացվեց։ 4 սերունդանց ստացվեց։ Դե դա այլ պատասխանատվություն է։ Իսկ եթե առանձնացնենք մի պահ եւ միասին չդիտարկենք, կան արդյոք ստեղծագործություններ, որը հենց դու կուզես եւ սպասում ես, որ բեմադրվեն եւ խաղաս։ Ինչ երազել եմ, դա եղել է ուղղակի։ Դրա համար հիմա էլ չունեմ, որովհետեւ օրինակ Արա Երնջակյանի բոլոր պիեսները համարյա թե վերականգնել ենք։ Ամենահաճելի պիեսը իմ համար եղել է Սասունցի Դավիթ Կոպերֆիլդը, որտեղ աճպարար ենք ու ամենահետաքրքիր կերպարն է իմ համար, որովհետև նաև խոսում ենք անգլերեն։ Բարդություններով լի ներկայացում է իմ համար եղել ու ամենահետաքրքիրն ու այն որ sense դողալով սպասում եմ երբ է լինելու պրեմիերան։ Պետք է շարունակել երազել։ Բայց հա, որովհետև Էրմինա, մենք ունենք հրաշալի հիմա հնարավորություն, մեզ կարող է դիտում են շատ ռեժիսորներ։ Չէ, ես եկա բավարարված եմ թատրոնի աշխատանքով։ Հիշեցի, որ մենք բարովեստի ուսումնարանում երբ որ գնում էինք բուֆետ, մենք տալոններ ունենք, պետք է անվճար սնունդ ստանանք, աղջիկներին դե միշտ նրանք իրենց քաշն ավելի խիստ էին հետևում, ասում էի, եթե չես ուտելու, վերցրու տուրի ինձ, հիմա եթե դու դեր չունես երազել, դու ասա մենք կխաղանք։ Շատ լավ, հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, օրինակ, ինչու՞մն է կայանում այն գաղտնիքը,
որ ինչպես գրավել կամ դիպչել հանդիսատեսի սրտին։ Այն ինչպես պետք է արտիստը իրեն դրսևորի տվյալ ներկայացման մեջ կամ հատուկ ինչ-որ հմտություններ են պետք կամ գործիքներ գուցե կան վարպետական։ Թատրոնում հիմնականում չկա 4-րդ պատ ասվածը, այսինքն մենք հանդիսատեսի հետ այն ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Ինձ թվում է ուղղակի պետքա լինես դու այնպիսին, ինչպիսին կաս։ Այսինքն եւ ջերմ լինես իր հետ եւ փոխանցես այն սերը, որը զգում ես դու այդ պահին իրեն, թե գոլեգաներով այն սերը, այն պարտավորվածությունը կոպիտ ասած ներկայացման հանդեպ, որը մենք ունենք, որը պետք է հասցնենք հանդիսատեսին, այնպես անենք, որ ինքը մտնի այդ ներկայացման մեջ, մենք այնպես ենք դա անում, որ ինքը հասկանա, որ ինքը ներկայացման մի մաս է։ Այսինքն նաև անկեղծություն է կարելի այստեղից երևակայությունները, որ պետք է արտիստը բեմում լինի ամենակարևորը անկեղծ։ Այո։ Իսկ լինում են արդյոք քննադատություններ եւ ոնց եք վերաբերվում դրան։ Քննադատություններ շատ են լինում, պարզ է, B14-27 ներկայացման մեջ, որը ունի 4-րդ պատ, այնտեղ թմրամոլի կերպար եմ խաղում, այդ ներկայացման մեջ շատ է։ Նաև ասեմ ավելին, այս վերջերս ունեցանք չկա տղամարդ, չկա պրոբլեմ ներկայացումը, որի ժամանակ աննկարագրելի քննադատություններ են եղել։ Հենց ներկայացման ժամանակ։ Ներկայացման ժամանակ չէ, երբ որ ներկայացման գովազդներ արդեն գնում, մարդիկ կային, որոնք չէին հասկանում, որ դա պիեսի վերնագիր է ուղղակի։ Եվ մտածում էին, որ մենք ռեալ մտածում ենք, որ չկա տղամարդ, չկա պրոբլեմ։ Այսինքն դա անկալվել էր, որ դա թատրոնի կողմից։ Դա անկալվել էր որպես երևի ֆեմինիստական շարժում, որ չկա տղամարդ, չկա պրոբլեմ, ինչ որ 4 աղջիկ որոշել են, որ այդպիսի ռիլեր պետք է նկարեն։ Չէին է տեսել, որ կամերային թատրոնի էջն է դա գցել։ Բայց մեծ հաշվով քննադատությունները ոչ խանգարում են, ոչ էլ օգնում։ Դա ուղղակի ընդհանրապես։ Ես օրինակ հասկանում եմ, որ այդ մարդը տեղյակ չի, որ դա ներկայացման վերնագիր է եւ չի դիտել այդ ներկայացումը, որպեսզի հասկանա, թե ինչի մասին ենք մենք խոսում ներկայացման մեջ։ Ներկայացումից բացի, օրինակ եկել են նստել համարենք ես, շատ վատ քննադատ, եկել եմ ձեր ներկայացման, ասում եմ, «Աղջիկ ես ոնց էր խաղում, ախր, այտենց տեքստով է ասում, մի հատ հետևեք այս արտիստի խոսքի» ու նման ինչ-որ քննադատություններ, հոդված եմ ինչ-որ թողնում թատրոնի էջում կամ ձեր անձնական էջում, դրան ոնց եք վերաբերվում։ Ներվայնանում եք ուզում եք գտնեք ինձ, թե մի քիչ գովալ է ստացվում, բայց չենք ունեցել, մեր նառան միշտ զրիցել միշտ ջնջում է նման մեկնաբանությունները միշտ ջնջում են նրա Չէ, մեկնաբանություններ չէ, ներկայացումից հետո միշտ նառան մեր հանդիսատեսին երբ որ ճանապարհում է, ինքը միշտ կարծիք է հարցնում ու չի եղել այդպիսի բան, որ ասեն վայ շատ վատներ, վայ էս ինչ, սենց բաներ չի եղել թատրոնում բեռ։ Ինչպիսին եք ֆիլմ արտադրության մեջ, օրինակ դու եւ Ժորը թատրոնում կոնստանտ խաղում եք, բայց ֆիլմերում, օրինակ կամ սերիալներում կարծես թե ձեզ միասին չենք տեսել։ Ես ավելի շուտ եմ սկսել նկարահանվել, քան Ժորան ու իմ համար ավելի հոգեհարազատ է սիթքոմների տեսանկյունն է, իսկ Ժորան ինքը գեղ ֆիլմերում է նկարվում, սերիալում մի անգամ է նկարվել, այդքան էլ հոգեհարազատ չի էլի։ Իսկ իրան հաճելի չի կոմեդիայի մեջ, ինձ հաճելի չի լուրջ նկարվել գեղարվեստական ֆիլմ, որը կոմեդիա չի կամ ասենք սերիալ։ Ժամանակի առումով ինձ նաև դժվար է լուրջ նկարահանումներ ունենալը։ Ժամանակատար է դա, պետք է տրամադրվել, պետք է գտնել կերպար, այդ հոգեվիճակ։ Իմ համար այդ չիտկաների փուլը շատ կարևոր է ու որ եթե դա չեղավ, ուղղակի ես չեմ զգա այդ կերպարը ինչը խաղում եմ։ Իսկ կոմեդիայի դեպքում ավելի թեթև է ամեն ինչ։ Կոմեդիայի դեպքում ավելի թեթև է։ Որը նաև հնարավորություն է տալիս իմպրովիզացիայի, ավելի акցենտով է իրանց կերպարները ու դրա համար ավելի հեշտ է։ Լավ, իսկ ավելի ազատ ու հոգեհարազատ եք դուք ձեզ զգում բեմում, թե ֆիլմերում։ Կադրում թե բեմում։ Իրականում երկուսն էլ, որովհետև մեր թատրոնը այդքան էլ այն թատրոնը չի, որը թատրոն, այսպես, հա, մեր ոճը տարբերվում է, չունենք 4-րդ պատ, ունենք երաժշտական ներկայացումներ, ունենք հումորային ներկայացումներ, որը շատ հոգեհարազատ է ինձ։ Թատրոն ամեն դեպքում։ Ամեն դեպքում էս պարագայում։ Բարդ աշխատանքը թատրոնն է։ Հա։
Ավելի հետաքրքիր է նաև այդ չիտկաների երկար փուլը։ Շատ հետաքրքիր, որ տարիքից եք հենց որոշել հստակ, որ տարիքներ դա, որ որոշել եք դերասանուհի դառնալ։ 11-րդ դասարանում, երբ որ պարապում էի ոստիկանական ակադեմիայում, եւ պետք է ընդունվեի այնտեղ, խաղում էի նաև զուգահեռ կավեն։ Ուրախների եւ հնարամիտների ակումբում կավեն էի խաղում դպրոցական լիգա ու այդ բեմ դուրս գալը, այն էմոցիաները, որ զգում էի, ես այդ էմոցիաները չէի լրացնում ակադեմիայում։ Եվ որոշեցի չտալ քննություն ակադեմիայում, թղթերս վերցրեցի եւ մի 3 օր անց միանգամից դիմեցի Թատերական ինստիտուտ, պարապեցի 10-15 օր ու շատ երկար եմ պարապել, այդ ամբողջ օրը եւ գիշեր եւ ցերեկ պարապել եմ եւ ընդունվեցի։ Հիմա չեք զղջում։ Ընդհանրապես։ Անկեղծ։ Ընդհանրապես չեմ զղջում։ Լավ, եթե չընտրվեր կամ չզգայիք այդ ուրախների եւ հնարամիտների ակումբի շնորհիվ էմոցիաները, որ ունեցել եք, ու նաեւ չլիներ ոստիկանության ակադեմիան, ինչ ուղղություն կընտրեր։ Տարօրինակ ուղղություն կընտրեի, օթաչու կուզենայի, մի քիչ մանկական անջու։ Ես էլ եի ուզում օթաչու, ճիշտ է։ Չգիտեմ, ինքնաթիռի հետ կապված ինչ-որ աշխատանք, որը ինձ շատ հետաքրքիր է։ Չնայած նրա, որ ես վախում եմ ինքնաթիռներից, բայց մեկը կցանկանայի այդ պարագայում։ Ինչ եք վախենում ինքնաթիռից։ Բարձրության։ Վայրեջքի եւ վերև բարձրանալու ընթացքում եմ ընդամենը վախենում, որտեղ վատ եմ ինձ զգում այդ ժամանակ։ Կարծում եմ ամենահետաքրքիր պահը հենց այդ թռիչքի եւ վայրեջքի պահն է, բայց դե կան շատ ընկերներ։ Վստահ եմ մեր շրջապատում նույնպես, որ թռիչքից առաջ կողմ ձեռքդ բռնել։ Սենց լարված մինչև այն ամրագոտին ասում են կարող եք արձակել, այդ ժամանակ արձակում են նաև քո ձեռքը, էլի ազատություն են տալիս։ Լավ, մենք ունենք բլից հարցեր։ Եթե դեմ չեք, ուզում ենք բլից հարցեր տալ ու նաև ակնկալում ենք բլից պատասխաններ։ Եկեք։ Բլից եւ անկեղծ։ Բլից եւ անկեղծ։ Եկեք։ Սկսեմ։ Սկսիր։ Օ, խաղաղ առավոտ քաղաքից դուրս բնության գրկում, թե քաղաքային ակտիվ առօրյա։ Քաղաքային ակտիվ առօրյա։ Վաու։ Բնություն չէ։ Չէ, քաղաքային ակտիվ առօրյա։ Խոքն իր առանց որի երբեք տնից դուրս չեք գալիս։ Պայուսակ։ Իսկ ինչ կա այդ պայուսակում։ Ես ավելացնում եմ։ Շպարի համար միջոցներ, դրամապանակ, ակնոց, լինզաների ստուփը ու մի հատ էլ ակնոց, օպտիկական արդեն ակնոց։ Հրաշալի։ Իմ կարծիքով աղջիկների պայուսակում ամեն ինչ կա։ Ամբողջ աշխարհը կարող է տեղավորվել աղջիկների պայուսակում։ Փոքրիկ պայուսակում նույնիսկ կարող է տեղավորվել։ Այ այսքան կարող է լինի պայուսակը, բայց այդտեղ ամեն ինչ կա։ Չգիտեմ, ոնց է կարողանում, ունիկալ եք դուք։ Եթե կարողանայիք ժամանակը կանգնեցնել, ապա որ պահը դա կլիներ։ Ես թվում է դեռ չի եղել։ Դեռ չի եղել։ Շատ հետաքրքիր պատասխաններ։ Որովհետև չգիտեմ հետագայում ինչ կլինի։ Այսինքն հնարավոր է հետագայում այնպիսի լավ բան լինի, որ ուզենամ այդ պահին կանգնի։ Շատ հետաքրքիր պատասխան էր։ Համաձայն եմ Ինայի հետ։ Ես անցնում եմ հաջորդ հարցին։ Դեր, որը փոխել է ձեր կյանքը։ Դեր, որը փոխել է իմ կյանքը, ինչ տարբերություն թե ում հետ։ Ինչ կերպար եք պարունակում։ Հետաքրքիր է միանգամից։ Երևի թե իմ ավելի շատ իմ հետ, իմ ուղեղի հետ է դա կապված, որովհետև այդ պահին ես գիտակցել եմ, որ խաղում եմ մի ներկայացման մեջ, որ 13 տարի շարունակ արդեն խաղում են թատրոնում ու շատ պատասխանատու է Լիլի Էլբակյանից հետո խաղալ, շատ պատասխանատու է Նազենի Հովհաննիսյանից հետո խաղալ այդ դերը, Արմինե Նազարի Դեխնավիի եւ Մարիկա Դովլաթբեկյանից հետո։ Օ։ Շատ մեծ վախ ունեի այդ ներկայացման պրեմիերայի հետ կապված ու երևի թե կկիսեի իմ փորձը միջև ինչ տարբերություն եւ ինչ տարբերությունից հետո։ Լավ, տարբերությունը մենք հասկացանք։ Կհարցնենք անպայման։ Ձեր ամենասիրելի գիրքը։ Անտուան դե Սենտ-Էքզյուպերի Պլանետա լյուդեի։ Մարդկանց երկիրը։ Երկիրը։ Ամենասիրելի ֆիլմը։ Պես հենց մի հատ սիրելի։ 3 Ֆենտեզի ժանրից ասեմ Գալոդնի իգրը, Զոդիակ, Քաղցած խաղերը եւ Զոդիակը։ Զոդիակը եկեք այդպես անենք։ Իսկ ավելի էսպես ռոմանտիկ։ Չէ, ռոմանտիկ սիրելի ֆիլմեր։ Իսկ ունեք սիրելի երգ սիրո մասին։ Սիրելի երգ,
Սիրո մասին։ Սիրո մասին։ Ոյ։ Չէ, ես ռոք եմ իրականում լսում։ Nirvana, Linkin Park, System of a Down։ Մենք ձեր այ ասած նախընտրած այդ ստեղծագործությունը ունենք հնարավորություն նաև լսելու միասին։ Իսկ հիմա դուք որը կուզենայիք, որ լիներ Առավոտ լույսով Weekend-ի եթերում։ Ոնց անեմ, որ մարդկանց առավոտ շուտ sense չլինեն։ Բայց գուցե դա թարմացման տեսակ որպես դիտարկենք։ Nirvana, Rammstein, System of a Down, առավոտը ամեն օր չէ, որ պետք է սկսել ռոմանտիկ կամ լիրիկական երաժշտությամբ։ Radiohead, եկեք այդ պարագայում։ Creep։ Մենք լսում ենք Radiohead-ի Creep-ը։ Բայց իհարկե, նախապես Էրմինայի խորհրդով։ Էրմինայի խորհրդով։ Շատ շնորհակալություն Էրմինա, որ համաձայնեցիք եւ մեզ հետ եկիք այսօր առավոտը, ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում եւ նաեւ մաղթում ենք, որ այդ պահը շուտ գա, որ կարողանաք հաճախ ուզենաք այդ ամենակարևոր պահը Սեղմեմ այդ կոճակը։ Սեղմեք այդ կոճակը դադարի ու երկար ժամանակ մնաք այդ ժամանակահատվածում։ Եվ նաեւ ցանկանում ենք, որ շարունակեք երազել նոր դերեր ունենալ, որովհետեւ հենց երազում եք ստացվում է, ինչպես հասկանում ենք։ Շնորհակալ եմ։ Ձեզ լավ օր։ Ձեզ էլ։ Իսկ մենք երաժշտական դադարից հետո վերադառնալու ենք ու դեռ ձեզ հետ ենք լինելու։ Մնացեք մեզ հետ։